Եվ հիմնական խնդիրն այն էր, որպեսզի ուրեմն հակառակորդին ինչ-որ մի ձևի մոլորեցնեինք, ուժեր ձգեինք մեր վրա, որպեսզի հիմնական խմբավորումները կարողանային երեք ուղղությամբ Շուշիի օպերացիան կազմակերպեն։ Շուշիի գլխավոր փողոցների վրա կան լայն պատուհաններով եւ մեծ դռներով մի քանի մեծ տներ, որոնց պատուհանները երկաթե խիտ ցանցով են պատված եւ դռները ամուր կողպեքներ ունեն։ Ետին մասերում կան պարսպավոր տներ։ Տներ էլ կան, որոնց փողոցի վրայի պատերի մեջ դիտմամբ պատուհաններ չեն թողած։ Այդ ամենը բռնությունների ժամանակ տիրող անապահովության արդյունք է։ Երվանդ Լալայան, Երկեր, Ատոր երկրորդ։ Զագո տուրիստկանումս։ Բան նախոսում։ Զագո տուրիստկանումս։ Մայիսի 7-ի գիշերը դուրս եկանք մեր զորամասներից եւ հասանք քաղաքի արևմտյան մասը, որտեղից մենք առավոտյան ժամը 3-4-ի սահմանները սկսեցինք բարձրանալ այս աշտարակների ուղղությամբ։ Դե մենք այս աշտարակների ուղղությամբ ներքևի մասից բարձրանում ենք եւ պետք է ճանապարհը ազատագրելով գնանք դեպի կենտրոնական մասով մտնենք Շուշի քաղաք։ Շատկա, դախարա չշտի։ Перевязываешь не пакет, а я под кулаком. Элауни. Երբ որ չորրորդ վաշտի հրամանատարը վիրավորվեց Գագոն, հրամանատարը իրան ձեռքը վերցրեց բանը Կարապետյան Սամվելը։ Օգանովսկի Սամվել։ Ու ես պետք է ասեմ, որ այնպես այդ ուղղությամբ այդ հաջող ինքը կատարեց իր խնդիրը։ Մայիսի սկզբներին հյուրապողությանը, որը եղել է կենտրոնական ուղղությամբ հրամանատար, ասաց, որ հրամանը կա, մոտ օրերս պետք է սկսվի Շուշի օպերացիան։ Եվ ինքը ասաց, որ կա 4 ուղղություն, եւ ես որոշել եմ, որ ամենից ծանր հատվածով, այսինքն կենտրոնական ուղղությամբ պետք է մտնի մեր դաշտը։ Եվ մայիսի 7-ին այդպես էլ եղավ, սկսվեց Շուշի ազատագրման օպերացիան։ Այդ ժամանակ բոլոր զինվորները կարծես թե հրամանատար էին։ Պատերազմի ժամանակ պատերազմը ղեկավարում է ջոկի, դասակի, վաշտի հրամանատարները, բայց այդ օպերացիայի ժամանակ էտել էր տարբերում։ Ամեն մի զինվոր գիտի ինքը ինչ պետք է անի։ Կարծես թե ամեն մի զինվոր ինքը եղել է մի հատ հրամանատար։ Он не сошел. Асмай, давай, Шацик, давай. Վալերա 13-ին։ Վալերա 13-ին։ Ուրեմն եթե մի տանկ լինի եւ երկու BMP իրար հետևից, այդ մերոնք են։ Եվ խաչեր լինի իրանց վրա, այդ մերոնք են։ Ոնց հասկացար։ Զգուշացրու ձերոնց։ Հասկացալով միշտ հասկացավ։
Շուշիում կա 4 եկեղեցի եւ մի կուսանած մենաստան։ Բոլորից գեղեցիկը Խազանչեցոց Սուրբ Փրկիչ Մայր եկեղեցին։ Սա նշանավոր է եւ ճարտարապետական տեսակետից։ Երկարությունն է 35, լայնությունը 23, բարձրությունը մոտ 35 մետր։ Եկեղեցու շինարարությունը սկսվել է 1868-ին, ավարտվել 1887-ին։ Երվանդ Լալայան, երկեր, Հատոր երկրորդ։ Давай, շիշու։ Մրտանկը կյամասես պաղարութին վես վստեղ խվալա։ Սես պաղարութին ակաղնը մամու կենինք տեսնը մկետ կան։ Հնա է պերվի պաղարութից մի հատ տանկ ատուսկյամ։ Այդ տանկը մինկուտուշտի կամագատամստի կամագետությունում ստվոլու նապրավլենի բիդի մրտանկի իրա։ Մրտանկը թխմա։ Մին իրը կտե թխալա մրտանկը նաղդը կաշ պրնալա ցեպա մոտիկ, կամպատա մոտիկ, պեցյու թխալա, ասանք սյոլի վարրովմա, իրանց տանկը։ Եմ կազախքսաշտի ուխանալ է պեն, մամենտս նմուն կչել է։ Նունց աստացեն վեր իրանց տանկը, պարյամոն նավոտկավ, մտանկին ծեստեղ, պերիվիս նայադավ պրնցնումա։ Հետո հենց յան տանկը խպվեց, սկսեց ընդեղ մենց պրոբլեմներ, մենք հասկացանք, որ ընդեղ շատ դժվար վիճակ աստեղծեմ, ես խնդրեցի Ֆելիքսին, ասի Ֆելիքս ջան, ընդեղ շատ դժվար վիճակ աստեղծում, հա, խնդրում եմ քեզ գնանտեղ նա ինչ է։ Հարկավոր էր ինչ-որ դուխերը բարձրացնել մեր ձիվորների։ Մի կես ժամից զրուցելուց հետո, կարգավորելուց հետո, էլի տղեկը մեր ուետողությունը սկսեց էլի առաջ գնալ և հասավ, եթե չեմ սխալվում, տեսնում եք այն բարձրունքի վրա, այն տունը կա։ Հենց Վալերի Չիչյանը արդեն այդտեղ էր հասել, իրավաբանությամբ։ Я вообще нахожусь, делать черный дым. Наверное, второй поворот сделать газовый цехлика. Յոտ, ոչ մի յոտ, ոչ մի յոտ։ Տասնիններորդ դարավերջին և 20-երորդ դարի սկզբին Շուշին ուներ հիվանդանոց, թատրոն, 300 տեղ դահլիճով, 20 անուն թերթ ու ամսագիր։ Իսկ քաղաքի կլուբը գտնվում էր Թոփխանա կոչվող կենտրոնական հրապարակի վրա, մի եռահարկ գեղեցիկ շինության մեջ։ Այստեղ կար նաև գրադարան ու ընթերցարան։ Երվանդ Լալայան, երկեր, Հատոր երկրորդ։ Пять тысяч 340. Я тебя понял.